Եղանակով պայմանավորված միջատների խայթոցից առաջացող հիվանդություններն առաջիկայում ակտիվանալու են։ Մոծակները, լվերը, տզերը դրանց շարքում են։ Նախորդ տարի օրինակ լայն հնչեղություն ստացավ մոծակի խայթոցից առաջացող արևմտյան նեղոսի տենդ հիվանդությունը, որը հանրապետությունում առաջին անգամ էր արձանագրվում։ Գրանցվեց 132 դեպք, 4 մարդ մահացավ։ Փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունները բազմազան են։ Մի քանիսներն առավել դրանցից հաճախ հանդիպողները տուլարեմիան, լեշմանիոզը, արևմտյան նեղոսի տենդը, լայմի հիվանդությունը, մալարիան, ղրիմը։ Փոխանցողների միջոցով տարածվող հիվանդության գանգատները կախված են հարուցչից։ Ընդհանուր առմամբ բնորոշ է ջերմության բարձրացում, գլխացավ, եթե առկա է խայթոց, քոր բորբոքում։ Ինչպես խուսափել վարակից, մասնագետը նշում է, կարելի է օրինակ միջատազերծ ցանցեր տեղադրել պատուհանների վրա։ Ինչպես նաև կարելի է իմանալով միջատների կենսակերպը, նաև վարքագծային միջոցով նվազեցնել մարդկանց այդ խայթոցների հավանականության ռիսկերը, այսինքն խուսափել այն տեղերից, որտեղ որ կուտակվում են, բազմանում են այդ միջատները, օրինակ դա ջրականգերն են, լճակներն են, մասնավորապես այն վայրերը, որտեղ ջուրը կանգնած է, ոչ հոսող ջուր է։ Քանի որ նաև հանգստյան սեզոնն է մոտենում, խորհուրդ է տրվում նախքան արևադարձային էկզոտիկ երկրներ մեկնելը դիմել մասնագետներին խորհրդատվություն ստանալու համար։ Անհրաժեշտության դեպքում պատվաստվել այդ հիվանդությունների դեմ, որոնք տարածված են այդ երկրներում, նաև պահպանել անհատական պաշտպանիչ միջոցառումներ, օրինակ խորհուրդ է տրվում բնակվել այն շենքերում, այն տարածքներում, որտեղ պատուհանները, դռները ցանկապատված են, ցանցապատված են, նաև օգտագործել միջատավանիչ քսուկներով որոշ քսուկներ, կոչվում են ռեպելենտներ, կրել երկարաթև հագուստ, որպեսզի պաշտպանել բոլոր մաշկային մակերեսները հնարավոր խայթոցից։ Այսպիսով որոշ քայլեր ձեռնարկելիս հնարավոր է խուսափել վարակից, սակայն չի բացառվում, որ վարակի դեպքեր այնուամենայնիվ կգրանցվեն։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։